Ինչպես ասել էի նախորդ հաղորդմանը, այսօր կներկայացնեմ չիչխանի յուղի պատրաստման եղանակը և նրա բուժիչ հատկությունները։ Չիչխանի յուղը պատրաստելու համար պետք է վերցնել 1 կգ լվացրած պտուղները, լցնել ապակյա կամ էմալապատ ամանի մեջ և փայտե ծեծիչով լավ ծեծել, մինչև հյութը դուրս գա։ Հյութը քամել, թողնել 24 ժամ, որից հետո յուղը կնստի վերևում։ Զգուշությամբ հավաքել վերին շերտում հավաքված յուղը և լցնել ապակյա տարայի մեջ։ Իսկ առաջացած խոսը կարելի է օգտագործել պաստեղ պատրաստելու համար։ Չիչխանի յուղը հայտնի է իր խոնավեցնող ազդեցությամբ, մասնավորապես աչքերի լորձաթաղանթի և մաշկի վրա։ Այս հատկությունը պայմանավորված է օմեգա 7-ի առկայությամբ, որը մաշկի լիպիդային բաղադրության կարևոր բաղադրիչ է։ Այս յուղը նվազեցնում է աչքի կարմրությունը և քորը։ Չիչխանի յուղը ի շնորհիվ իր ուժեղ հակաբորբոքային ազդեցության նպաստում է մաշկի թարախային բորբոքումների, էկզեմայի բուժմանը, հանգստացնում է էկզեմայի պատճառով առաջացած քորը, շատ լավ արդյունք է տալիս նաև այրվածքների ցերդահարության ժամանակ, հանգստացնում է ցավը և արագացնում է մաշկի բուժումը։ Չիչխանի յուղը պաշտպանում է ստամոքսի լորձաթաղանթը և կանխում խոցերի առաջացումը, անցկացնում է նաև ստամոքսի այրույցի զգացողությունը։ Չիչխանի յուղը հայտնի է երկրորդ տիպի շաքարախտի դեմ պայքարելու և լյարդի ճարպային հիվանդությունները կանխելու ունակությամբ։ Հակաօքսիդանտների շնորհիվ դրական ազդեցություն ունի նաև խոլեստերինի, սրտանոթային առողջության և նյութափոխանակության վրա։ Չիչխանի յուղը շատ է օգնում բերանի խոռոչի լորձաթաղանթի վերքերի, լնդերի բորբոքումների ժամանակ։ Այս յուղը լայնորեն օգտագործվում է նաև գինեկոլոգիական պրակտիկայում։ Այն շատ արդյունավետ է արգանդի վզիկի էրոզիայի բուժման համար։ Շնորհիվ օմեգա 7-ի առկայության այն խորհուրդ է տրվում օգտագործել հեշտոցի չորության և լորձաթաղանթի հարմարավետության համար։ Այս յուղը հայտնի է որպես հզոր հակատարիկային, քանի որ ունի մաշկի համար բացառիկ վերակառուցող հատկություն և բարելավում է մաշկի գույնը։ Չիչխանի յուղը հարուստ է Է, Ց վիտամիններով, օմեգա 3, օմեգա 6, օմեգա 7 և օմեգա 9 ճարպաթթուներով, հազվագյուտ լիպիդային կոկտեյլ է, որը վերականգնում ու պաշտպանում է մաշկը։ Այսքանը, սիրելիներս, չմոռանաք գրել մեկնաբանություններ, տարածել և բաժանորդագրվել, որպեսզի հետևեք հաջորդ հաղորդումներին։ Շնորհակալություն, որ հետևում եք իմ հաղորդումներին։ Առողջություն և բարօրություն եմ ցանկանում բոլորիդ։